Հայաստան Արցախում իմացա, որ չստացված հացին պուտանա են ասում։ Դստեղում սունկ եփելիս կարտոֆիլ են հետը դնում եւ եթե այն սևանում է, ապա սնկերը թունավոր են։ Անցել եմ բոլոր ծակ քարերի միջով երազանք իրականացնող գրեթե բոլոր ջրերն եմ խմել եւ պտտվել եմ երևույթների շուրջ, որոնք երազանքներս էին իրականացնելու, ըստ ձեզ նրանք իրականացել են թե ոչ։ Սյունեցիներից իմացա, որ Սյունիքը Հայաստանում մարզ չի, այ Սյունյաց աշխարհն է։ Սիսիանցիները ջերմ են, լոռեցիները այդքան էլ միամիտ չեն, իսկ գյումրեցիները ըստ իրենց իրանք Հայաստանի, ողջ Հայաստանի աղն են։ Տավուշում բացահայտեցի կոմպոտի տեսակ, որը վերջում պարզվեց շփոթել էին մաճառի հետ։ Հազարավոր անծանոթ, բայց 3 բաժակ հետո հարազատ մարդկանց առիթներին եմ մասնակցել։ Եզդիներին հարս կարող էի գնալ, հազարավոր չամուսնացած տղաների մայրերի հետ են ծանոթացրել ու հավանաբար, եթե այստեղ միևնույն նշանակում է, որ չէին հավանել։ Ձեռագործ խաղալիքներ եմ պատրաստել, լավաշ եմ թխել Երևանցուն բնորոշ հպարտ դեմքով, գոմում կով եմ կթել 3 անգամ էլ ոչով ապտակ եմ ստացել, գորգ եմ լվացել կրկին հպարտ կեցվածքով, կարպետ եմ գործել, հազարավոր ավանդական ճաշատեսակներ եմ պատրաստել, բերքահավաքի եմ մասնակցել, տնկել եմ, սատկել եմ, լիարժեք ծիծաղացել եմ եւ ապրել եմ, ու այս ամենը Հայաստանում եւ Հայաստանի հետ։